Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, փառք Աստծո, որ մենք այսօր էլ կենթանի ենք, առողջ ենք, կարող ենք գալ Աստծո ոտքերի մոտ եւ սովորել իրենից։ Թող այս սովորել լինի Սուրբ Հոգուց ներշնչված եւ որպեսզի մենք կարդանք եւ ճիշտ հասկանանք եւ Հիսուսի շնորհքով իրագործենք մեր կյանքում։ Մենք ուսումնասիրում ենք Հովհաննեսի ավետարանը այս երամսյակ եւ արդեն հասել ենք 9-րդ դասին, որը կոչվում է կյանքի աղբյուրը։ Հիշելու համար է Հովհաննես 14:6 համար. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը ու կյանքը, ոչ ոք հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով։ Եվ Հիսուսին հարցրեցին Հովհաննեսի ավետարանում, թե ով է ինքը ասեց, օգտագործեց այն նույնը, ինչ որ ասվեց Մովսեսին, երբ Աստված այցելեց Մովսեսին վառվող մորենու միջոցով եւ այն ժամանակ Աստված ասեց ես եմ որ եմ եւ հիմա էլ Հիսուսը նույն ձևով պատասխանեց ես այն եմ որ եմ, այսինքն որ միշտ կամ եւ ինչ է դա նշանակում, որ այդ նույն Աստված, որ մորենու վառվող մորենու մեջ երևաց Մովսեսին, ինչպես Հովհաննեսն է գրում 1:14-ում մարմին դարձավ ու մեր մեջ բնակվեց եւ տեսանք նրա փառքը, որ հորից ունի միածինը, լի շնորհով եւ ճշմարտությամբ։ Եվ այս ես եմ որ եմ թեման կարմիր թելի պես անցնում է ամբողջ Հովհաննեսի ավետարանով մեկ եւ այն արտահայտում է այսօրվա հիշելու համար ես եմ ճանապարհը, ճշմարտություն ու կյանքը։ Ես այն եմ որ եմ, աշխարհի լույսն է, կյանքի հացը, ոչխարների դարպասը կամ դուռը, բարի հովիվը եւ ճշմարիտ որդատունքը։ Հովհաննես 1:1 ասում է. Սկզբում էր բանը եւ բանը Աստծո մոտ էր եւ բան Աստված էր։ Մենք լավ գիտենք, որ այս բանը Հիսուսն է։ Այսինքն Աստծո խոսքը։ Այստեղ հստակ ասում է, որ Հիսուսն Աստված է, Աստծո որդի։ Հետևաբար Հովհաննես 1:4-ում գրվածը կյանքը նրանով էր եւ կյանքը մարդկաց լույսն էր։ Պետք է լինի աստվածային կյանքը անսկիզբ ու հավիտենական ինքնագրությունը։ Որտեղ Հիսուսը ասեց, որ ինքը կյանք ունի իրենում Հովհաննես 10:17 Իմ հայրն ինձ սիրում է այն բանի համար, որ ես իմ կյանքը տալիս եմ, որպեսզի այն վերստին ստանամ։ Այն ինձանից ոչ ոք չի վերցնում, այլ ես ինքս եմ այն տալիս։ Ես իշխանություն ունեմ այն տալու եւ իշխանություն եմ վերստին այն վերցնելու, ես այս պատվերն իմ հորից եմ ստացել։ Ուրեմն նա կյանք ունի իրենում, նա կարող է իր կյանքը տալ եւ վերստին ստանալ այն։ Եվ Հովհաննես 5:21-ում, քանի որ ինքը կյանք ունի իր մեջ, ինքը ասում է, որ ես կարող եմ իմ կյանք տալ նրանց, ում որ կուզեմ։ Հովհաննես 5:21, որտեղ ինչպես հայրն է մեռելներին հարություն տալիս եւ կենդանացնում, այնպես էլ որդին, ում կամենում է, կենդանացնում է։ Այսինքն Հիսուսը լովին իրեն հավասար է անում հոր Աստծուն։ Ինչ որ հայր Աստված կարող անել, կարող է անել նաև Հիսուսը։ Ուրեմն, այս կյանքը, որ հունարենում զոե, եզրույթը Հովհաննեսի ավետարանում հանդիպում է 36 անգամ,
Եվ բացի մեր մոլորակի վրա կյանքի աղբյուրին վերաբերելուց, բառը նաև կապված է փրկության հետ։ Հովհաննեսի ավետարանի վրա մյուս հատվածներում կյանքի այս գաղափարը զոե առավել հաճախ արտահայտում է հավիտենական կյանքը, փրկության խոստման գաղափարը։ Հովհաննես 3:15 որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանք ունենա։ Այսինքն խոսքը գնում է հավիտենական փրկության մասին։ Այս ժամանակավոր կյանքը մենք բոլորս ունենք, բայց հավիտենական կյանքը կունենա նրանք, ովքեր հավատում են։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Այսինքն այս զոե բառը կապված է փրկության հետ։ Նա, ով կյանք է տվել արարչագործության ժամանակ, այդ նույն անձնավորությունն է, ով փրկություն, ով հավիտենական կյանք է տալիս կորած աշխարհին։ Կարդանք Հովհաննես 1:29 Հաջորդ օրը Հովհաննեսը տեսավ Հիսուսին, որ գալիս էր մոտ, ասաց. ահա Աստուգարը, որ իր վրա է վերցնում աշխարհի մեղքը, եւ դրանով իսկ փրկություն է բերում աշխարհին։ Հովհաննես 3:16-ը նոր կարդացինք, որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր որդուն ուղարկեց, որպեսզի ամեն նրան հավատացողը հավիտենական կյանք ունենա։ Հովհաննես 6:40 Այս է իմ հոր կամքը, որ որդուն տեսնի ու հավատա նրան, հավիտենական կյանք ունենա, ու ես վերջին օրը հարություն կտամ նրան։ Վերջին օրը, այսքան մեր աշխարհի վերջին օրը, երբ որ Հիսուսը կգա երկրորդ անգամ։ Հովհաննես 3:14-15-ում ասում է. եւ ինչպես Մովսեսն անապատում օձին բարձրացրեց, այնպես էլ մարդու որդին պետք է բարձրանա, որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանք ունենա։ Ուրեմն անցած անգամ ասենք եւս մի անգամ կրկնենք, որ երբ որ անապատում էին, գիտենք անապատում շատ օձեր կան, բայց այդ օձերը երբեք չէին գծում մարդկանց, որտեղ Աստված թույլ չէր տալի, պաշտպանում էր մարդկանց, բայց երբ որ իրենք սկսեցին հոխորտալ Աստծո դեմ, որպեսզի Աստված ցույց տա, թե ինչ վիճակում են իրենք գտնվում, որ եթե իր պաշտպանությունը չլինի, ինչ վիճակում կհայտնվեն, իր ձեռքը վերցրեց եւ օձերը սկսեցի նրանց գծել, եւ երբ որ Մովսեսը խնդրեց Աստծուն, թե ինչպես անել, որ այս խնդիրը լուծվի, Աստված նրան ասեց, որ բրոնզե ձող վերցրու եւ դրա վրա օձ դիր, եւ ով որ նայի այդ օձին կապրի, կլավանա։ Իհարկե, այդ հայացքը չէր, որ բուժում էր մարդուն, այլ Աստված էր բուժում, բայց Աստված տեսնում էր, որ այդ մարդը հավատաց, նայեց, հավատք ունի, եւ դրա համար Աստված բուժում է։ Ուրեմն նույնը գալիս է մեր հոգևոր հավատքի հետ։ Նա իր վրա վերցրեց մեղքի պատիժը, այսինքն Հիսուսը, որը մերն էր, որպեսզի մենք ունենանք այն կյանքը, որը նրանն էր։ Քրիստոսը նաև կամենում է, որ մենք կյանք ունենանք եւ ավելի առատորեն ունենանք այն։ Ինչպես ասում է Հովհաննես 10:10, եկեք կարդանք։ Գողը գալիս է միայն գողանալու, մորթելու եւ ոչնչացնելու համար, սակայն ես եկա, որ իմ ոչխարները կյանք ունենան եւ առատ կյանք։ Մի ուրիշ թարգմանության մեջ ասում է եւ ավելին։ Այսինքն խոսքը գնում է ոչ թե ժամանակավոր կյանքի մասին, այլ հավիտենական։ Այս ժամանակավոր կյանքը բոլորը ունեն, բայց Հիսուսը, երբ որ ստեղծել է մարդուն, բոլորին ուզում է, որ այդ ժամանակավոր կյանքը հետո նորից շարունակվի։ Եթե իհարկե մենք պայմանները ընդունենք, այսինքն Հիսուսի շնորհքով փոխվենք
եւ որակավորվենք հավիտենական կյանքով ապրելու համար։ Աստված այսօր ուզում է, կամենում է այդ հավիտենական կյանքը ոչ միայն կյանքի տևողություն, այլ նաև կյանքի որակ։ Եվ Հովհաննես 12:13 առաջին 12:13 ասում է. այդպիսով նրանց, ովքեր ընդունեցին նրան եւ հավատացին նրա անվան, իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու, նրանք չծնվեցին արյունից, ոչ էլ մարմնի ու մարդու կամքից, այլ ծնվեցին Աստծուց։ Քրիստոսը եկավ, որպեսզի հորը հայտնի մեզ։ Քանի որ Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միածին որդուց, որ հոր ծոցում է, նա է մեզ նրա մասին հայտնել։ Ճանաչելով Հիսուսի բնավորությունը մենք կարող ենք ճանաչել հորը բնավորությունը։ Հիսուսը չի ուզում, որ մենք այս ժամանակավոր դժվար կյանք ապրենք եւ դրանով վերջանա ոչ։ Հիսուսը ուզում է, որ մենք օգտագործենք այս կյանքը, այդ թանկագին ժամերը, որ նա մեզ տվել է, որպեսզի պատրաստվենք երկնային արքայությունը ժառանգելու եւ հավիտյան ապրելու։ Եվ այն մարդիկ, որ ասում են հնարավոր չի, որ մարդը փոխվի բնավորությամբ եւ լավը դառնա, այդ մարդիկ նմանվում են այն մարդկանց, ովքեր չնայեցին այդ օծին եւ չբժշկվեցին։ Բայց Հիսուսը բավականին երաշխիք է տվել։ Դրան ապացույց են միլիոնավոր, միլիարդավոր մարդկանց կյանքի փոփոխությունները, որ եղել է, որ մարդը իր կենսաձևը թողել է եւ նոր կենսաձևով է ապրել։ Այսինքն նոր մարդ է դառել։ Կարդանք Հովհաննես 6:61-68 համարները։ Բայց երբ Հիսուսն ինքն իր մեջ իմացավ, որ իր աշակերտները համար տրտնջում են, նրանց ասաց. դա ձեզ գայթակղեցնում է, եթե տեսնեք մարդու որդին վեր բարձրանալիս այնտեղ, որտեղ առաջ էր։ Հոգին է կյանքը տվողը, մարմինը ոչ մի օգուտ չի տալիս։ Այն խոսքը, որ ես ձեզ ասացի, հոգի ու կյանք, բայց ձեր մեջ կան ոմանք, որ չեն հավատում, որտեղ Հիսուսը սկզբից գիտեր, թե ովքեր էին նրանք, որ չեն հավատում։ Եվ ով էր նա, այսինքն կան հոգևոր եւ աշխարհիկ մարդիկ։ Ասում է, որ հոգևոր կյանք Հիսուսը կարող է մեզ հոգևոր կյանք տալ։ Որտեւ Հիսուսը սկզբից գիտեր, թե ովքեր էին նրանք, որ չեն հավատում եւ ով էր, որ նա մատնելու էր իրեն։ Դրանից հետո նրա աշակերտներից շատերը հետ քաշվեցին, նրան այլևս չհետևեցին։ Արդ Հիսուսն այն 12-ին ասաց. գուցե դուք էլ եք ուզում գնալ։ Սիմոն Պետրոսը պատասխանեց նրան. Տեր, ում մոտ գնանք, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Եվ մենք հավատացինք ու ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը, կենդանի Աստծո որդին։ Ուրեմն այս հավիտենական կյանք կամ դրա համարժեք արտահայտությունը Հովհաննեսի ավետարանում հանդիպում է առնվազն 17 անգամ։ Այս եզրույթը չի արտահայտում հոգու գոյություն կամ հավիտենական էակի մաս դառնալը կամ էլ որևէ այլ եթերային հասկացություն, որտեղ ասում են, որ ինչ որ ոչ ֆիզիկական աննյութական հոգի կա, որ սավառնում է երկինքներում, բայց դա բոլորին չի համապատասխան Աստվածաշնչի ուսմունքին։ Տեսեք, երբ որ Աստված ստեղծեց Ադամին, ինչ է գրած։ Կարդանք Ծննդոց 2-րդ գլուխ 7 համարը։ Տեր Աստված գետնին հողեն շինեց մարդը եւ անոր ռնգունքներեն կենթանության շունչ փչեց, ու մարդը կենթանի հոգի եղավ։ Սո Ադամին չէր, անյութ արարած էր, որ սավառնում էր երկնքներում, ոչ, ինքը կենթանի հոգի էր։
Այսքան մարդ էր, կենդանի անձ էր։ Սա է նշանակում Աստվածաշունչի մեջ հոգի բառը։ Եվ հոգին բաղկացած է երկու մասից՝ մեր մարմինը եւ մեր շունչը։ Երբ որ սրանցից մեկը չկա, մարդը արդեն չկա։ Արդեն իր հոգին չկա։ Հոգին նկատի ունի մեր ամբողջ բնավորությունը եւ մեր խառնվածքը, մեր մտքերը եւ որոնք դառնում են գործի միջոցով, դառնում են մեր խոսքի միջոցով եւ գործի միջոցով դառնում են ֆիզիկական արտահայտությունը մեր հոգու։ Ուրեմն ավելի շուտ դա վերաբերում է այն կենսատու գոյությանը, որը փրկություն եւ իմաստ է բերում մեր գոյության այժմ եւ հավիտենական կյանքում, երբ մեր Տերը կվերադառնա, ինչպես Հիսուսը դարձավ մարմին, այնպես էլ հարությունը, որի մասին Հիսուսը խոսում է, տեղի ունենում ժամանակի եւ տարածության մեջ եւ ֆիզիկական մարմնում։ Հիսուսը երբ որ հարություն առավ, ինքը ուներ ֆիզիկական մարմին, տարբեր մեր մեղավոր մարմիններից, բայց ֆիզիկական մարմին էր։ Ինքը ասեց՝ շոշափեք, տեսեք, տվեք հաց ուտեմ։ Շատ ենք խոսել այս մասին, չեմ ուզում նորից անդրադառնալ։ Եվ մենք էլ նույն ձևի փառավորված մարմին կունենանք, այլ ոչ թե ինչ որ անյութ հոգի կսավառնի, չգիտեմ, ոչ տեսք ունի, ոչ մի խոսքով։ Աստվածաշնչյան ուսմունքը երբեք դա չի ասել, ինչ որ շատ եկեղեցիներ պնդում են, ցավոք։ Դա մեռելների ցարությունն է, կյանքի նորոգում, որը մենք մի ժամանակ ունեցել ենք Եդեմում։ Միայն հավատով ենք ընդունում, որ Հիսուս Քրիստոսը եկավ ապրելու եւ մահանալու մեր փոխարեն։ Այդ հավատը մեզ տրվում է որպես շնորհ, սակայն մենք պետք է գիտակցաբար հանձնվենք Հիսուսին, ապաշխարենք, ընդունենք ու ապավինենք նրա զոհաբերական մահվանը որպես մեղքերի թողություն ստանալու եւ դրանցից մաքրվելու միջոց։ Երբ Հիսուսը Պետրոսին հարցրեց, թե արդյոք նա նույնպես պատրաստվում է հեռանալ, Պետրոսը պատասխանեց. Տեր, ում մոտ գնանք։ Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Այն պարփակում է փրկության էությունը եւ այն, թե ինչպես ենք ձեռք բերում այն։ Այն չի բխում փիլիսոփայությունից, պատմությունից, գիտությունից, որևէ մարդկային գիտակարգից, այն գալիս է Հիսուսից, ով տիրապետելով հավիտենական կյանքին, այն անվճար առաջարկում է բոլորին, ովքեր արձագանքելով Սուրբ Հոգուն ընդունում են այն, ոչ մեկ չի կարող գնել հավիտենական կյանք։ Այն ձերի տրված փրկություն է։ Դուք չեք կարող ձեր փողերով գնել այն, ձեր ունեցվածքով, ձեր փառքով եւ այլ տարբեր բաներով։ Կարդանք Հովհաննես առաջին գլխի 12-13 համարները, Հովհաննես առաջին գլուխ 12-13։ Սակայն նրանց, ովքեր ընդունեցին նրան եւ հավատացին նրա անվանը, իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու։ Նրանք չծնվեցին արյունից, ոչ էլ մարմնի ու մարդու կամքից, այլ ծնվեցին Աստծուց։ Այսքան ներքին նոր հոգևոր մարդը ծնվում է Աստծուց։ Ուրեմն երկու քայլ է այստեղ նկարագրում։ Նախ մենք ընդունում ենք նրան, այսինքն հավատում ենք Հիսուսին, երկրորդ նա մեզ իշխանություն կամ զորություն է տալիս Աստծո որդիներ լինելու։ Ինչպես 13-րդ համարում ասում, Աստծուց ծնված։ Այսպիսով գոյությունն է քրիստոնյա դառնալու մարդկային եւ աստվածային կողմ։ Մենք պետք է գործենք հավատով, ընդունենք նրան, բաց լինենք լույսի համար, սակայն նա է վերափոխում սիրտը։ Իրականում հավատն ինքնին Աստծո պարգև է, որ ձեռք է բերվում նրա խոսքը լսելով, Հռոմեացիս 10:17։ Քրիստոսի հանդեպ ճշմարիտ ամուր հավատ ունենալու համար մենք պետք է ճանաչենք նրան այնպես, ինչպես նա ներկայացված է խոսքում։ Քրիստոնեական դասիրակության հիմունքներ Էջ 433։ Մարդու մտքի վրա գործող եւ այն լուսավորող հոգին է հավատ ձևավորում Աստծո հանդեպ։
հոգին մեծատար է գրած, այսինքն Սուրբ Հոգին։ Նրանք, ովքեր հավատում կամ ընդունում են որդուն որպես Մեսիա, ստանում են հավիտենական կյանք։ Հովհաննեսը նաև կարևորում է Հիսուսի ասած խոսքն ընդունելը կամ դրան հավատալը։ Հովհաննես 5:24-38 Հովհաննես 5:24 Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով լսում է իմ խոսքը և հավատում է ինձ ուղարկողին, հավիտենական կյանք ունի և չի դատապարտվի, այլ մահից դեպի կյանք է անցել։ 38 Ոչ էլ նրա խոսքն ունեք ձեր մեջ, որովհետև նրան, ում որ նա ուղարկեց, դուք չեք հավատում։ Եվ նաև 47 համարը։ Բայց եթե նրա գրածներին չեք հավատում, այսինքն Մովսեսի գրածներին, իմ խոսքերին ինչպես պիտի հավատա։ Այսինքն փրկությունը առանց հավատքի գործոնի երբեք չի լինում։ Աստվածաշնչի անհավատը, որ հիմնված է մեր սրտերի վրա, Սուրբ Հոգու աշխատանքի վրա, մեր հավատքի հիմքն է։ Էլեն Ուայթ, Երկնային վայրերում, Էջ 104 Հավատը մեծ օրհնություն է, աչք, որը տեսնում է, ականջ, որը լսում է։ Ինչպես է ձևավորվում մեր փրկությունը, մեր հավատքը։ Մենք մեր ֆիզիկական ականջներով լսում ենք, մեր ֆիզիկական աչքերով տեսնում ենք և տեղեկություն ենք հավաքում մեր ականջներով և ֆիզիկական աչքերով, և դա մեր ուղեղը պրոցես է անում և վերարտադրում է հոգևոր տեղեկությունները, որոնք մենք հավաքում ենք մեր ֆիզիկական մարմնում։ Այսինքն հոգևորը և ֆիզիկականը խիստ կապված են իրար հետ։ Հավատի հումանիստական մոտեցումն ասում է, որ մենք պետք է գտնենք հիմք հավատի չափանիշ, հետո հավատանք։ Դրան հակառակ աստվածաշնչյան մոտեցումը նշում է, որ հավատն է հիմքը, պարգև Աստծո կողմից։ Մեր հիմքը Հիսուսն է, իր խոսքը։ Մենք սկսում ենք հավատի հիմքից, ապա այնտեղից աճում գիտության և շնորհի մեջ։ Աստվածաշնչի որոշ ամենատխուր պատմություններ տեղի են ունենում Հովհաննեսի ավետարանում, Հովհաննես 1:5-11 և լույսը խավարի մեջ լուսավորում է, իսկ խավարը նրան չտիրեց։ Լույսը աշխարհի մեջ էր, և աշխարհը նրանով արարվեց, սակայն աշխարհը նրան չճանաչեց։ Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին։ Ես այն եմ, որ եմ, Աստված մերժվեց իր սեփական ժողովրդի կողմից։ Զարմանալի չէ, որ Պողոս առաքյալը հետագայում զգուշացնում է Եբրայեցիներ 10:35 մի կորցրեք ձեր վստահությունը։ Ինչպես շատ անգամներ տեսնում են, Քրիստոսը մերժվեց, որովհետև մարդիկ չընդունեցին նրա խոսքը, ուղղակի չուզեցին ընդունել։ Կարդանք Էդվարդ Զինկի Ռոլանդ Հեքստադի երկրորդ գալուստի արժանահավատությունը կոչվող գրքից Էջ 96 մի հատված։ Ժամանակակից մարդասիրական մտածելակերպը ձևավորվում է կասկածից։ Մարդիկ կասկածի տակ են դնում ամեն ինչ, որպեսզի որոշեն, թե որն է ճշմարտությունը։ Այն, ինչը դիմակայում է խաչաձև հարցաքննության հնոցին, ընդունում է որպես ամուր գիտելիք, որին կարելի է վստահել, ոմանք նույն մեթոդը կիրառում են աստվածաշնչի առումով,
կասկածի տակ դնելով ամեն ինչ գիտական, պատմական, հոգեբանական, փիլիսոփայական, հնագիտական կամ երկրաբանական տեսանկյունից որոշելու թե որն է ճշմարտությունն, աստվածաշնչում։ Մեթոդն ինքնին ստեղծվում եւ կառուցվում է Սուրբ Գրքի արժանահավատությունը կասկածի տակ դնելով։ Քրիստոսը հարցրեց. «Եվ մարդու որդին գա երկրի վրա, արդյոք հավատ կգտնի»։ Շատերն են կոչվում քրիստոնյա, բայց արդյոք ճշմարիտ հավատ կգտնի Հիսուսը, երբ որ կա շատ քիչ։ Թվոց 13:23-33-ում նկարագրվում է, ուրեմն երբ որ հրեաները դուրս եկան Եգիպտոսից եւ թափառեցին անապատում որոշ ժամանակ, Աստված նրանց բերեց եւ կանացրեց այդ քանանեական, որը իրենք պիտի վերցնեին այդ երկրի սահմանին, եւ իրենք որոշեցին, որ պետք է 12 հատ շպիոն ուղարկեն, մոռացա հայերեն ոնց էր բառը, որպեսզի քննեն, տեսնեն ինչ կա այնտեղ, ինչ չկա, եւ նրանք ետ եկան։ Եվ 10 հոգին սկսեցին նկարագրել, որ դա շատ ուժեղ ամրոցներ ունեցող, շատ հզոր մարդիկ ունեցող, իսկ բոյով եւ հզոր մեծ կառուցվածքով մարդիկ, կոչվում են ենակի որդիներ, եւ որ իրենք նաև պտուղներ բերեցին իրենց բնությունից եւ ասին, որ մենք իրենց առջև կարծես մրջյուն լինենք։ Այսինքն կարծես թե եթե փոխենք հիմիկվա, այսինքն մեր լեզվով իրենց ասածը, ուրեմն եւ միայն երկուս ասեցին, որ չժխտեցին այդ փաստը, բայց ասին Աստված մեզ խոստացել է, Աստված ասել է գնացեք եւ վերցրեք այդ երկիրը։ Մենք կարող ենք դա անել Աստծո օգնությամբ, բայց ժողովուրդը հավատաց այս 10 հոգուն։ Այսինքն ժողովրդի մեծ մասը չուներ հավատ, բացի այս երկուսից։ Եվ ամբողջ այդ սերունդը չմտավ այդ խոստացված երկիրը իրենց անհավատության պատճառով, այդ հին սերնդից միայն մտան Քաղեբը եւ Հեսուն, որոնք այդ երկու այդ 12-ից երկուսն են, որ ասեցին դա չի խանգարում մեզ, մենք կարող ենք գնալ եւ գրավել։ Ուրեմն լրտեսների զգալի մասը լրտեսների զգալի մասը բացասական հաղորդում ներկայացրեց։ Երկրում կան հսկաներ, պարսպապատ քաղաքներ, զենքեր, որոնք նախկինում երբեք չենք տեսել, եւ լավ պատրաստված բանակներ, ընդ որում մենք Եգիպտոսի երկրում ստրուկներ ենք եղել եւ ռազմական փորձ վերթե չունենք, այսինքն այլ խոսքերով ասած նման լուր բերեցին։ 10 լրտեսներ դեմ քվեարկեցին հիմնվելով մարդկային տեսանկյունից ճնշող փաստերի վրա, 2 լրտես կողմ քվեարկեց հիմնվելով Աստծո խոսքի զորեղ ուժի հանդեպ հավատի վրա։ Աստված նրանց խնդրում էր, որ գնան եւ գրավեն։ Աստված երբ որ մեզ խնդրում է, որ մենք ընդունենք ճշմարտությունը մեր սրտում եւ նոր կյանքով ապրենք սուրբ կյանքով, նա անհնարին բան մեզանից չի խնդրում, ինչու, որտեվ ինքն է երաշխիքը տալիս, ինքը կարող է մեզ փոխել եւ դրա համար ամեն մեկը այդ հնարավորությունը ունի։ Ուղղակի մարդկա ուզում է հավատալ, մարդկա չի ուզում հավատալ եւ այդպիսով առանց հավատի կործանվում է։ Հովհաննես 3:18-21 համարները, ով նրան հավատում է չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծո միածին որդու անվանը։
յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը։ Ուրեմն ինչու են մարդիկ դատապարտվում Հովհաննես 3, 18-36, Հովհաննես 3, 18 համար այնուհետև 36-ը։ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որտեղ չի հավատաց Աստծու միածին որդու անվանը։ 36 համարը նաև Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, իսկ որդուն չհնազանդվողը կյանք չի տեսնի, այլ Աստծո բարկությունը կմնա նրա վրա։ Տեսեք, որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, իսկ որդուն չհնազանդվող, այսինքն այստեղ նշանակում է հավատալ եւ չհնազանդվելը, հավատալը եւ հնազանդվելը, դրանք similar բառեր են, այսինքն սինոնիմ են այստեղ, որտեղ հավատալ նշանակում է հնազանդվել, դու չես կարող ուղղակի խոսքով հավատալ, եթե հնազանդվում ես, գործով ցույց ես տալու, որ իրոք հավատում ես, եւ չհավատացողներ, ովքեր չեն հնազանդվում, ասում իսկ որդուն չհնազանդվողը կյանք չի տեսնի, այլ Աստծո բարկությունը կմնա նրա վրա։ Հովհաննես 8:24 Արդ ես ձեզ ասացի, ձեր մեղքերի մեջ կմեռնեք, որտեղ եթե չհավատաք, որ իրապես ես եմ, կմեռնեք ձեր մեղքերի մեջ։ Հովհաննես 12:47 Եվ եթե որևէ մեկը իմ խոսքերը լսի ու չպահի, ես նրան չեմ դատի, որտև ես չեկա աշխարհը դատելու, այլ փրկելու աշխարհը։ Ով ինձ անարգի ու իմ խոսքերը չընդունի, կա մեկը, որ նրան կդատի այն խոսքը, որ ես խոսեցի, դա է դատելու նրան վերջին օրը։ Հիսուս Քրիստոսի աշխարհի լույսի մեժումը մեզ խոցելի է դարձնում կասկածի ու սատանայի մոլորությունների հանդեպ, այդպիսով լույսից դեպի խավարը դարձնելով, եւ այն լույս տրվեց Պարտեզի կենտրոնում գտնվող ծառի վերաբերյալ, սատանան մոլորեցրեց նրան կասկածի տակ դնելով լույսը։ Նա փորձեց Աստծո խոսքը պատճառաբանելով, որ սիրո Աստվածը չի վերացնի այն էակներին, որոնց նա արարել է։ Եվան նաև ապավինեց իր զգայարաններին։ Եվ մտածեց, որ եթե ճաշակի պտղից կարող է նմանվել Աստծուն։ Բայց Աստված արդեն մարդուն ստեղծել էր իր նմանությամբ։ Եվ Եվան այդքան, երբ որ օծը, սատանան օծի միջոցով ասեց, որ Աստված գիտի, որ իրապես կլինեք։ Եվ Եվան չհարցրեց օծին, ինչ նկատի ունես իրապես, որտեղ տարբեր բնույթներ կան, եւ ուղղակի չգիտես հետաքրքրության համար, թե ինչի համար, Եվան որոշեց, որ կարող է ճաշակել դա եւ իբր թե նմանվել Աստծուն։ Խաբելով նա երես թեքեց լույսից։ Խաբվելով նա երես թեքեց լույսից։ Եվ ամուսինն էլ ընտրեց նույն ճանապարհը։ Բայց երբ որ կարդում ենք Մատթեոս 4:1-4-ը, ինչպես վարվեց Հիսուսը, այդ երկրորդ Ադամը։ Մատթեոս 4:1-4 Այդ ժամանակ Հիսուսը հոգու կողմից, այսինքն Սուրբ Հոգու կողմից, հոգին մեծատար է գրված, անապատ տարվեց սատանայից փորձվելու,
Նա 40 օր ու 40 գիշեր ծոմ պայլուց հետո քաղցկաց, եւ փորձիչը նրան մոտենալով ասաց. եթե Աստծո որդին ես, ասա, որ այս քարերը հաց դառնան։ Նա պատասխանեց ու ասաց. գրված է, ոչ միայն հացով է մարդն ապրում, այլև այն ամեն խոսքով, որ Աստծո բերանից է ելնում։ Եվ Հիսուսը սա մեջ վերեց 5 կտակարանից։ Այս համարը գրված է երկրորդ օրինաց 8:3 համարում։ Այսինքն սատանային հաղթեց Աստծո խոսքով եւ անել կարող էր նույնը անել, Ադամն էլ։ Նրան կարող էին ասել Աստված մեզ ասեց եւ վերջ մենք նրան հավատում ենք, ոչ թե կասկածի տակ դնել Աստծո խոսքը։ Քրիստոսն իր տրամադրության տակ ուներ մտածողության նույն հումանիստական գործիքը, որն օգտագործում էին Ադամն ու Եվան, անդրջրհեղեղյան մարդիկ եւ Իսրայելը Կադես Բարնեայում։ Նա կարող էր հարցնել, թե ինչու է սիրո Աստվածը իր որդուն անապատում 40 օր ու գիշեր առանց սննդի եւ պաշտպանության թողել։ Նա կարող էր նաեւ ապացուցել, որ ինքն է որդին, ես այս քարերը հաց կդարձնեմ, փոխարենը նա պատասխանեց Աստծո խոսքով։ Նա գործեց ոչ թե երկրային, այլ երկնային մտածողության օրինակով, որքան հեշտորեն կարող էր դրամաբանական պատճառաբանություն կամ հիմնավորում օգտագործել որոշում կայացնելու համար, որն ի վերջո պարզվել է, որ սխալ է, ինչը շատ մարդիկ նույնիսկ հավատացյալները հաճախ են թույլ տալիս։ Այսինքն դրամաբանական պատճառներ են գտնում, որ իրենց մեղքը շարունակելու համար կամ մեղքը գործելու համար։ Վերջում կարդանք Դարերի փափագից էջ 25։ Վարիչնելով, որպեսզի իր վրա առնի մարդկային էությունը, Քրիստոսը դրսևորեց սատանայի բնավորությանը հակադիր բնավորություն։ Բայց նա էլ ավելի ցածի չափ նվաստացման ճանապարհով եւ կերպարանքով մարդու պես գտնվելով իրեն խոնարհեցրեց եւ հնազանդ եղավ մինչև մահ ու այն էլ խաչի մահ։ Ֆիլիպպեցիներ 2:8։ Ինչպես քահանայապետն էր մի կողմ դնում իր քահանայապետական շքեղ հանդերձները եւ հագնում սովորական քահանայի քթանե սպիտակ հագուստը, այնպես էլ Քրիստոսը ծառայի կերպարանք առավ եւ իրեն զոհաբերեց, միաժամանակ լինելով եւ քահանա եւ զոհը։ Եսայա 53:5 Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեց եւ մեր անօրենությունների համար հարվածվեց, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ։ Քրիստոսին բաժին հասավ այն, ինչին մենք ենք արժանի, որպեսզի մեզ բաժին հասներ այն, ինչին նա է արժանի։ Նա դատապարտվեց մեր մեղքերի պատճառով, որոնցում ոչ մի մասնակցություն չուներ, որպեսզի մենք արդարացվենք նրա արդարությամբ, որից մաս չունենք։ Նա ենթարկվեց այն մահվանը, որ մերն էր, որպեսզի մենք ստանանք այն կյանքը, որ նրանն էր։ Նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Թող Աստված մեզ օրհնի այս ամբողջ գալիք շաբաթվա ընթացքում, որ մենք հիշենք Աստծո խոսքերը եւ երբ որ մեզ փորձություն, դժվարություն է պատահում, վարվենք ոչ թե եւ այդպես կամ Ադամի կամ այդ 10 լրտեսների պես, այլ Հիսուսի պես Աստծո խոսքով պատասխանենք փորձությանը։ Եվ ինչպես Պետրոսն է գրում, մեծ ուրախությամբ հարատևենք այդ փորձությանը, չէ, հաղթենք այդ փորձությանը Աստծո ուժով, Սուրբ Հոգու ուժով, որպեսզի ավելի ուժեղանանք։ Թող Աստված մեզ օրհնի գալիք շաբաթվա բոլոր օրերին, որպեսզի մենք լսենք, կարդանք Աստծո խոսքը եւ ոչ միայն կարդանք, այլ հավատանք, որտեղ միայն հավատացողը կփրկվի եւ հավիտենական կյանք ունենա։ Աստված կամեցել է մեզ տալ ոչ միայն այս ժամանակավոր կյանքը, նա յուրաքանչյուրին ստեղծել է, որպեսզի նրանք հավիտյան ապրեն, յուրաքանչյուրին հնարավորություն է տվել հավիտյան ապրելու։ Բայց մեր որոշումից, մեր վերաբերմունքից, մեր հավատքից է կախված, մենք ընդունում ենք
Աստծո այդ առաջարկը, թե ոչ։ Թող Աստված մեզ իմաստություն տա եւ մեզ հետ լինի այս շաբաթվա գալիք շաբաթվա բոլոր օրերին Աստծո ողորմության մինչև մյուս շաբաթ։